Բակտերը եմ։ Շնորհակալություն, պարոն Մամիջանյան, տեսել եք հարցման տվյալներ են հրապարակվել, որտեղ հանրապետականի անունը չկա, սա ինչպես կմեկնաբանեք, մոռացել է ձեզ ժողովուրդը։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Ակնկալում էի, թե այդպես կձևակերպեք, բայց խնդիր չկա։ Խնդրում եմ հաշվի առնել, որ պատասխանը մի քանի հարթության մեջ է անհրաժեշտ դիտարկել։ Հարթություն համար 1 3 ամիս առաջ կատարված հարցումի բուն կատարվել է ավելի վաղ, բայց 3 ամիս առաջ հրապարակված արդյունքը դեռևս վերջնական չի։ Երկրորդ, ես կպատասխանեմ ձեր հարցին միանհանգստացեք։ Երկրորդ, ես չունեմ բացատրություն, թե ինչի ԱՌԱ-ը չի հրապարակել հանրապետականի կամ պատիվ ունեմի արդյունքները, չգիտեմ, չեմ խոսել հետները, առավոտյան եմ նայել հարցումը, բայց սրանից դուք ունեք իրավունք կասկածով մոտենալ իմ պատասխանին, բայց իրականում այդ վարկանիշը ինձ իրապես չի հետաքրքրում։ 3 առաջի օրվա իմ ասուլիսը եւ գործադիրի հայտարարությունը կարծում եմ հենց դրա մասին էր, որ մեզ հետաքրքրում է մենակ մի բան՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Եկեք իրար հետ մտածենք, պարոն Կիրակոսյան, եթե Հայաստանի առջև առկա են ահռելի վտանգներ անվտանգային, վտանգված է Մեղրին, Բաքվում քննարկում են Հայաստանի Հանրապետության տարածքով, սուվերեն տարածքով անցնող ճանապարհի կիլոմետրաժով լայնքը առանց Հայաստանի։ Հիմա լուրջ ես պետք է անհանգստանամ, եթե Աստված մի արածցե Հայաստանը դառնա կենտրոն վարչական շրջանի կամ Երևանի չափ, ես կամ մեր քաղաքական ուժը լինենք առաջին տղան այդ փոքր տարածքում, կներեք դա մեզ չի հետաքրքրում։ Հաջորդը, հիմա հասնում ենք դրան։ Հաջորդը կապված Փաշինյանի վարկանիշի հետ, որը տենց ուրախ բոլոր կպայականները առավոտվանից տարածում են, խնդիրը կայանում է նրանում, որ իրանք ուղակի հարցում կարդալ չգիտեն, որովհետև երբ որ այդ թվերը բանաձևով անցում ես անում, դա կհաստատի ցանկացած սոցիոլոգ, բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակը այդքան էլ լավ չի լինում, առնվազն 50-ից պակաս է լինում։ Նորից, դա չի նշանակում, որ այդպես է լինելու։ 3 ամիս դեռևս կա, դեռևս բոլորը չեն հայտարարել, դեռևս ոչ մի ցուցակ հրապարակված չի, դեռևս վարչապետի տեխնացուների կեսն են միայն հրապարակված, բայց այնուամենայնիվ, որ տենց ուրախ տարածում են, դա իրանց վնաս է։ Այս հարցման արդյունքներով սոցիոլոգիական բանաձևերի կիրառմամբ Փաշինյանը 50-ից պակաս է հավաքում։ Եվ ամենակարևորը, սա ավելի շատ մեր անելիքն է։ Տեսակ, որ այդ հարցման մեջ ավելի շատ էին մարդիկ, որոնք թերահավատ էին թրիփին, քան հավատում էին, եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարկանիշը, դրա նկատմամբ վստահությունը բարձր էր եւ աճում էր։ Հետևաբար մեզ ընդդիմադիրներից մնում է մենակ մեկ բան՝ մեր սիրելի քաղաքացիներին բացատրել, որ եթե դու հայ առաքելական եկեղեցու, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ես, դա նշանակում է ավտոմատ, որ դու Փաշինյանին դեմ ես։ Եթե դու ունես վերապահումներ թրիփի հետ կապված, դա ավտոմատ նշանակում է, որ դու Փաշինյանին դեմ ես։ Ուստի այս հարցումները իմ համար ավելի շատ աշխատելու հնարավորությունների եւ ուղղությունների ցույց տվող հարցումներ են, քան թե թվեր։ Իսկ մեր ռեյտինգի մասով ասեցի, մեզ անկեղծորեն դա այդքան էլ չի հետաքրքրում, բայց իհարկե ընդունված է հիմա բոլոր քաղաքական ուժերն են ասում, որ իրենք սեփական հարցումները ունեն, բայց ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հանրապետականը տարիներ շարունակ շատ բարձր հաճախականությամբ իրականացնում է հարցումներ եւ վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը կազմակերպելիս մենք հիմնվում ենք այդ թվերի վրա։ Այդ թվերը մինչ օրս երբևէ չեն հրապարակվել ու դժվար էլ հրապարակվեն, որովհետեւ մեզ համար դրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ուստի վերահաստատելով միակ թիվը, որ ինձ այդ հարցումների մեջ հետաքրքրում է, դա թե այդ հարցման արդյունքներով ինչպես կարող ենք հասնել իշխանափոխության։ Չնայած ձեր հարցը
չէր լսվել, որովհետև միկրոֆոնը չեք միացրել, դուք կասկածեիք ասում, որ ամեն մեկը իր գրասենյակի տարածքում անում է հարցումը։ Հանրապետականի դեպքը դա չի։ Հանրապետականի իրականացրած հարցումները իրենց ներառականությամբ, ընտրանքի ծավալով եւ պրոֆեսիոնալիզմով առնվազն չեն զիջում հրապարակված ոչ մի հարցման, եթե չասեմ ավելին են հաշվի առնելով դրանց պարբերականությունը եւ այն պրոֆեսիոնալներին, որոնք դրանով զբաղվում են։ Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Պարոն Մամիջանյան, քիչ առաջ Արման Եղոյանը խոսում էր խաղաղության մասին եւ ասաց, որ Հայաստանը արդեն խաղաղության կղզյակ է, բայց Իլհամ Ալիևը երեք անվտանգության խորհրդի նիստում բառացի ասել է, որ հայերի գլուխը ջարդել են երկաթե բռունցքով, արդյոք սա համապատասխան խոսույթ է խաղաղության գնացող պետության հետ կապված եւ մի փոքրիկ դիտարկում էլ Վահան Բաբայանը ռեֆորմիստների կուսակցության հայտարարել է ընտրությունների մասնակցության մասին եւ կարծես թե վարչապետի տեխնացու են առաջադրել Վաղարշակ Հարությունյանին, արդյոք ՀՀԿ-ն համագործակցում է կամ ինչ որ բաներ ունի այս կուսակցության հետ, այս ուժի հետ եզրեր համագործակցության։ Շնորհակալ եմ։ Սկսենք երկրորդ հարցից իրավի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շատ շնորհակալ է այս տարիների ընթացքում այն քաղաքական ուժերին եւ անհատ դերակատարներին, որոնք այս կամ այն պարքարի փուլում մեզ հետ նույն խրամատում էին, մեր կողքին էին, կիսում էին մեր գաղափարները, իրենց մենք շատ շնորհակալ ենք այս ամբողջ գործընթացի համար, բայց ձեր նշած քաղաքական ուժը եւ ձեր նշած քաղաքական գործիչը առանձին քաղաքական միավորներ են եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Վահան Բաբայանի ռեֆորմիստների կուսակցության տվյալ որոշման հետ որևէ առնչություն, որևէ դերակատարում, որևէ մասնակցություն չի ունեցել։ Ուստի այդ իրողության հետ մեզ կապել կամ մեզ հարցեր տալ հնարավոր չի։ Եղոյանի նշածի հետ կապված ախր ինչ ասեմ, անկեղծ ասեք պատասխանեմ։ Հարցը հնչում էր հետևյալը. Եղոյանը ասում է, որ ինքը Հայաստանը կղզյակ է խաղաղության, երեք Ադրբեջանի նախագահը ասել է, որ երկաթե բռունցքով եւ այլն Հայաստանին։ Դրանից մի քանի օր առաջ գրավյալ հայկական տարածքներում ինքը մեզ անվանում էր թշնամի, հոխորտում էր եւ այլն։ Դրան գումարում ենք, որ մեր երկրի առնվազն 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքից ավել դրանից գրավված է ադրբեջանցիների, ադրբեջանական զինված ուժերի կողմից, դրան գումարում ենք, որ մենք ունենք առնվազն 19 գերի Բաքվում, դրան գումարում ենք, որ մենք ունենք անհետ կորած անձինք, ու հիմա դուք ինձ պատասխանեք, դա խաղաղություն է, թե չէ։ Ես այդպիսի խաղաղություն չգիտեմ ճիշտն ասած։ Երևի իմ եւ ԿՊ-ի հայոց լեզվի բացատրական բառարանները իրարից տարբերվում են։ Ինչ պատասխանեմ դրան։ Ազատություն։ Պարոն Մամիջանյան, տարածաշրջանային իրավիճակի հետ կապված երեկվանից Իրան-Ադրբեջան, այդ Իրանի եւ Ադրբեջանի միջև է նաեւ լարվածությունը, ես ուզում եմ հարցնել քաղաքացիական պայմանագրից հայտարարեցին, որ ամեն դեպքում անկախ այս տարածաշրջանային լարվածությունից Հայաստանը բոլոր խնդիրները հասցեագրում է եւ բոլոր ռիսկերը կառավարելի են։ Դուք հետևում եք, կարծում եմ հետևում եք Հայաստանի գործողություններին այս առումով եւ ինչպես է գնահատում են անվտանգային միջավայրը, որ այս բան կա Հայաստանի շուրջ եւ ինչ է կարծում բավարար ջանքեր է գործադրում այս բային կառավարությունը այդ ռիսկերը կառավարելու առումով։ Լավ, այս արձագանքեք։ Ուզում եմ խնդրում, որ ջանքերը անվտանգության խորհրդի նիստ հավաքելը կարողացել են զանգել բոլորով հավաքվել։ Դրա ես ինչ եմ մեկնաբանում։ Ասում ես տարածաշրջանում լարում է, խնդիրներ կան, մի քանի երկրների նկատմամբ իրականացվել են այս կամ այն ծավալի գործողություններ, ասում եմ ես մի տարուց ավել առաջ դրա հետ կապված հանձնաժողով էի սարքել։ Այս լուրջ Փաշինյանի պատասխանն է, ես կատակ չեմ անում։ Ասում եմ ես մի տարուց ավել առաջ սրա հետ կապված հանձնաժողով էի սարքել։ Ախր հնարավոր չի լուրջ մեկնաբանել դա, ես դրա ինչի լուրջ մեկնաբանեմ։ Բրկվեցինք, վсё, հանձնաժողով է սարքել։ Այնպես որ գործողություն չկա, որ ես այդ գործողությունը մեկնաբանեմ կամ չմեկնաբանեմ։ Դա առաջին։ Երկրորդ,
Ես ոնց կարող եմ հիմնվել ԿՊ-ի ասացի վրա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 44 օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ Լիլիթ Մակունսը, որ այն ժամանակ իշխող ֆրակցիայի ղեկավարն էր, հետո էլ Ամերիկայում դեսպանն էր, երաշխիքներ էր տալի, որ Թուրքիան չի ներգրավվելու Հայաստանի դեմ ռազմական գործողությունների։ Ես դրա ինչ մեկնաբանեմ։ Հա, որ սխալ դուրս գան այս ամեն ինչը, ինչպես սովորաբար, որ սխալ չէ, սուտ։ Հետո ասելու է լայնացավ իմ մտահորիզոնը։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ ինչքան Փաշինյանի մտահորիզոնը լայնանում է, այնքան Հայաստանը նեղանում է։ Այդ մեծ խնդրեմը կա։ Ուստի ես չեմ կարող մեկնաբանել այն փաստը, որ իրանք կարողացել են անվտանգության նիստ հավաքել Դիլիջանի եւ Էջմիածնի իրենց կուսակցական գործողումների արանքում եւ հիմա տեղի ունեցող ամբողջ աշխարհին մտահոգեցնող գործողությունների հետ կապված գեոպոլիտիկ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը մի տարուց ավել առաջ հանձնաժողով էր բաց։ Ինչը սրես մեկնաբանը։ Ինչ են արել, որ մի հատ մեկնաբանը։ Երբ որ կտեսնեմ թե կոնկրետ ինչ են արել, այդ ժամանակ կարողանամ մեկնաբանել։ Այս պահին այն փաստը, որ անվտանգության խորհրդում ինչ որ մարդ կարողանում է հեռախոսից օգտվել եւ կազմակերպել 10 հոգու հավաք, ես դա մեկնաբանել չեմ կարող։ Պարոն Մամիջանյան, այդ դեպքում ըստ ձեզ ինչ պետք է արվել, որ չի արվում։ Այդ արդեն շատ ավելի հետաքրքիր հարց է։ Ես ուզում եմ մի օրինակ բերել։ 2008 թվականին, երբ որ սկսվեցին ռազմական գործողություններ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, այդ ժամանակ օլիմպիական խաղերի բացումն էր, եւ նախագահ Սարգսյանը Հայաստանում չէր։ Արտերկրից նախագահ Սարգսյանը կապ հաստատեց այն ժամանակվա Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ եւ որոշակի ծավալով, շատ մեծ ծավալով ստրատեգիական ապրանքների պաշար խնդրեց։ Մեջը մտնում էր, եթե չեմ սխալվում, դիզել վառելիք, ցորեն եւ եթե չեմ սխալվում, բենզինային վառելիք, բայց դա կարևոր չէ, թվերը հրապարակած կան։ Իմիջիայլոց ես չգիտեմ այդ ռեզերվի հետ ինչա տեղի ունեցել համենայնիվս մենք թողել ենք այդ ռեզերվը, չգիտեմ հիմա ինչ է կատարվել դրա հետ։ Վառ օրինակ թե ինչպես պետք է վարվել, երբ որ հայ-հայա տարածաշրջանը պայթելու է։ Անհրաժեշտ է իրականացնել որոշակի կանխարգելիչ գործողություններ։ Այլ ոչ թե ուրախ նստել ասել, գիտես ինչ ես խաղաղություն եմ բերել, մեզ ոչ մի բան չի կպնի։ Իսկ գագաթնակետը ես երբեք չէի մտածի, որ ինքը սրան կհասնի։ Արժեք կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ անդադար թիրախավորվում էր իրակարգ դակ ուտելու փաստը, Փաշինյանը ասեց բառացիորեն հետևյալը. տեսակ, մենք կարկանդակ կերանք, Արաբական Միացյալ Էմիրությունների թակաժառանգը, ղեկավարը եւ այլն դա տեսան, դե գիտեք, սաղ օրը Էմիրությունների ղեկավարությունը Փաշինյանի TikTok-ին է հետևում, ուրիշ առանձնապես գործողություններ չի անում, եւ դրանից հետո իրանք գնացին եւ ցուցադրելու համար, որ Դուբայում ամեն ինչ անվտանգ է, մոլի ռեստորանում հաց կերան։ Այդ տենց աշխարհացունց տղա է, ինչի եք թերագնահատում իրան։ Ոչ, Աստված մի հարաստ, շնորհակալություն։ Սիվիկեյը։ Շնորհակալություն, պարոն Մամիջանյան, ձեր խոսքում նշեցիք, որ Հանրապետական կուսակցությունը շնորհակալ է բոլորային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնց հետ ինչ-որ շրջան գործակցել է։ Երեք հայտնի դարձավ, որ պատիվ ունեմ խմբակցության անդամ պարոն Մարտուն Գրիգորյանը որոշել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի Նոյան Տապանի միջոցով, նրան հոգեհարազատ է առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը։ Պարոն Մամիջանյան, ձեր վերաբերմունքը ձեր թիմակցի այս որոշմանը, արդյոք նրան եք շնորհակալ նման որոշում կայացնելու համար, եւ երկրորդ հարց, ձեր թույլտվությամբ ասացիք, որ ընտրություններից 3 ամիս առաջ ձեր անելիքը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Խնդրում եմ պարզաբանեք, պարոն Մամիջանյան, ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը impeachment-ով, փողոցով, որը դատարկ է, թե գուցե կա երրորդ տարբերակ, որի մասին հանրությունը տեղյակ չէ եւ հիմա կխնդրեմ բացահայտեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դուք մի փոքր ոչ ճշգրիտ մեջ բերեցիք ինձ։ Ես չասացի, որ որոշումների համար եմ շնորհակալ, ես ասացի համատեղ պայքարի համար եմ շնորհակալ։ Այդ թվում նաև պարոն Գրիգորյանին։ Պարոն Գրիգորյանը հանդիսանում է պատիվ ունեմ խմբակցության անդամ,
անկուսակցական անդամ եւ մենք հարգանքով ենք վերաբերում իր որոշմանը, որովհետեւ այստեղ սենսացիոն պատասխան չի լինելու։ Մենք հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերոջ որոշմանը եւ ինչպես բոլոր իրական անդիմադիր կուսակցություններին հաջողություն ենք մաղթում։ Հիմա անդրադառնանք եւ մենք շնորհակալ ենք ոչ թե համագործակցության, այլ համատեղ պայքարի համար, այդտեղ մի քիչ տարբերություն կա։ Հիմա անդրադառնանք երկրորդ հարցին։ 2 օր առաջ հանրապետականի գործադիրից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ես ներկայացրել եմ այդ ճանապարհը։ Դուք որակեցիք, որ փողոցը դատարկ է, եւ ես այդքան էլ ձեր հետ չեմ համաձայնվի, որովհետեւ աշխարհում շատ քիչ են տեղի ունեցել իշխանապողություններ, որոնցից առաջ ակնհայտ էր կամ վստահ էին, որ հաջողության են հասնելու։ Ուստի այդ փաստարկը ոչինչ չհերքող փաստարկ է։ Այո, մեր ներկայացրած ճանապարհը իմպիչմենտն է։ Իմպիչմենտը մեր ընկալումներով հավասարազոր է փողոցային պայքարին։ Եվ մենք բաց առաջարկ ենք արել բոլոր ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին համագործակցելու այս առիթով։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, այդ կոնսուլտացիաներ անվանեք, բանակցություն անվանեք, ոնց ուզում եք անվանեք, այդ քննարկումներին հանրապետականը նստելու է մեկ օրակարգային կետով։ Մեկ իշխանապողություն։ Մենք ուրիշ որևէ քննարկման կետ չենք ունենալու։ Եթե այդպես մտածող մարդիկ բացի մեզանից էլի կան, ապա մենք սիրով սպասում ենք իրենց արձագանքին, այդ նորությունը 2 օր առաջ է տեղի ունեցել, կարծում եմ դեռ հնարավորություն կունենանք դրա մասին խոսել։ Ուստի մեր պատկերացրած ճանապարհը իմպիչմենտն է, բայց որպեսզի որոշ հրաշքներ չփորձեն նենգափոխել հանրապետականի ասածը։ Եվս մեկ անգամ մեջբերեմ, ինչ որ կա Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ, որ ընտրությունների վերահսկողությունը եւ մեր քաղաքացիների բարձր մասնակցությունը շատ կարեւոր գործոններ են։ Իսկ այն ամենը, ինչ ես ասել եմ այդ օրը ասուլիսի ժամանակ, նորից չասեմ, բայց շատ կարճ ասեմ։ 1. Միանշանակ Փաշինյանը ավելի կաշկանդված կլինի խախտումներ եւ կեղծիքներ իրականացնել, եթե արկա լինի փողոցում մեր քաղաքացիների պահանջատեր դիրքորոշումը, տեսանելիորեն պահանջատեր դիրքորոշումը, որը լրացուցիչ արգելք կլինի, որպեսզի Փաշինյանը իրականացնի այս կամ այն կեղծիքը։ Դա 1 եւ երկրորդ, ընտրություններ եւ իմպիչմենտ գործընթացները իրար մերժ չեն, իրար հետ հակասություն ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից չունեն։ Ուստի այն մարդիկ, ովքեր պլանավորել են արձագանքել հանրապետականին, խնդրում եմ հաշվի առնել այս 2 ասպեկտները եւ իրենց պատասխանները, իրենց արձագանքները կառուցել ըստ դրա։ TV5 Պարոն Մամիջանյան, Նյուզեմ տեղեկություն հրապարակեց, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը այսպես իր խողովակներով իշխանություններին այսպես հասկացրել է, որ մենք դժգոհ ենք, այսպես հատկապես Փաշինյանի այսպես արձագանքին, հատկապես Իրանի հոգևոր առաջնորդի մահվանը եւ գիտենք Ալիևը օրինակ գնացել մասնակցել է, ցավակցել է այսպես Իրանի դեսպանատան եւ Արմեն Աշոտյանն էլ էր այս մասին գրառում արել, թե մոտավորապես այսպես ինչումն է զադիաժ կամ որ չի գնում։ Ձեր կարծիքով ինչու է այս պահին իշխանությունը իհարկե այսպես ցավակցություն եւ այլն, բայց ավելի ուղիղ քայլերով այդ աջակցությունը, այդ ցավակցությունը չեն հայտնում։ Շնորհակալ եմ։ Նախ օգտագործելով հնարավորությունը թույլ տվեք միանալ բոլոր ցավակցություններին։ Մեր կուսակցության ներկայացուցիչները Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, մեր ֆրակցիայի քարտուղարը եւ երիտասարդական կազմակերպության ղեկավարը Դանիել Անհենրիխը նույնպես ցավակցել են մեր բարեկամ եւ հարևան Իրանին։ Իսկ ձեր նշած հարցի հետ կապված սրա պատճառները ավելի խորն են, Սրա պատճառները կայանում են նրանում, որ Նիկոլ Փաշինյանը այն սուվերեն ու կես տղեն, էլի, այն որ ինքնիշխան, միստր ինքնիշխանն է ինքը մաքսիմում ինչ կարող է որոշել այդ օրվա գործուղման կուսակցական ուղևորության ժամանակ կարկանդակ ուտեն, թե եգիպտացորեն։ Այդ դա իր մաքսիմում։ Դրանից ավել որոշումները ինքը պիտի համաձայնեցնի։ Այ այդ արդեն ինչպես ժամանակին ասել է պարոն Ծառուկյանը այդ մասին հաջորդ դասին։ Ուստի զարմանալի չի, որ չի ցավակցել։
իհարկե մանավանդ ձեր նշած փաստերը հաշվի առնելով գործողությունները պիտի լրիվ այն լինեին, բայց սրա պատճառները ավելի խորքում է պետք գտնել։ Երբ Հայաստանում է գտնվում Ամերիկայի փոխնախագահ պարոն Վենսը եւ Հայաստանում Բաղրամյան 26-ից հնչած հարցերից մեծամասնությունը վերաբերվում են Իրանին ու հնչած պատասխանները վստահաբար այդքան էլ գոհացուցիչ կամ ուրախալիչ են մեր հարևան եւ բարեկամ Իրանի համար, կարծում եմ, որ այստեղ թերանում է հենց Փաշինյանն ու իր թիմը։ Դա բարդ չէր նախագահ Թրամփի կամ փոխնախագահ Վենսի ադմինիստրացիային բացատրել են ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Երևանից, Հայաստանի մայրաքաղաքից Իրանին հաթաթա տալու պարագայում։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ աշխատանքը արվել է, ավելի տեսնում եմ, որ չի արվել։ Այն նմանօրինակ խնդիրների պատճառով վատթարանում են հարաբերություններ, թե ստրատեգիական գործընկերների հետ, թե բարեկամ հարևան երկրների հետ։ Իսկ այդ ամենի պատճառը մեկն է, որ Փաշինյանը մաքսիմում ինչ ինքը կարող է որոշել, դա է տորվա TikTok-ը ոնց անել, ինչ երկով եւ ոնց շեղել մեր քաղաքացիների ուշադրությունը։ Կարկանդակով թե եգիպտացորենով։ Շնորհակալ եմ։